Տեսեք, Ամերիկայի Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցությունն է իշխանության, որի հետ արժեքային առումով դուք գիտեք, որ արժեքային առումով քրիստոնեական արժեքների վրա հիմնված կուսակցություն է, ով իշխանության վրա է, երկրի ղեկավարը Ամերիկայի Միացյալ Նահանգների գործարար է։ Մենք տեսնում ենք, կա ընդհանուր ընդհանրություններ, կան եղել են կապեր իրար մեջ, կա Ամերիկայի Միացյալ Նահանգների այս իշխանությունների հետ մենք մեծ պոտենցիալ ենք տեսնում աշխատանքի։ Եվրոպական միության մի շարք լիդերներ, ովքեր հեսա պարտվելու են ընտրություններում, պետք է մենք հասկանանք, օրինակ, 1 տարի հետո Ֆրանսիայի ղեկավարը ով է լինելու։ Ամենայն հավանականությամբ բոլոր հարցումներով Ֆրանսիայում փոխվելու է երկրի ղեկավար։ Տեսնենք ինչ դիրքավորմամբ ղեկավարը լինել, բայց Հայաստանի ղեկավարը չի կարող Ֆրանսիայի ղեկավարի հետ բարեկամ չլինել։ Բոլոր մեր առաջնորդների ժամանակ, հիշում եք ֆրանկոֆոնիան, հիշում եք մինչև այդ Ֆրանսիայի ղեկավարները եկել են մեր ազգերը բարեկամ, եղբայրական, բարեկամ ազգեր են։ Երկրի ղեկավարի ձիրքը չէ, դա ազգի ընդհանուր երկու ազգերի ձիրքն է։ Ու դա ոչ մեկ չի կարող դա ոտնատակ տալ, ոչ մեկ չի կարող այդ բարեկամությունը մենք միայն զարգացնելու ենք։ Երբ ասում են Ֆրանսիայի հետ հարաբերությունները լավացնումը, հարգելի հայրենակիցներ, դուք գիտեք, ինչքան է աճել արտանումը Հայաստանից Ֆրանսիա քաղաքացիական պայմանագիր կուսակցության ժամանակ 20%-ի չելա։ Իսկ Ռուսաստան ինչքան է աճել։ Ռուսաստան 400 անգամ ավելի շատ ապրանք ենք սկսել ուղարկել, քան Ֆրանսիա ենք ուղարկում։ 18 թիվ։